Լսեցեք այս համայն ազգեր, ականջ դրեք բոլորդ, որ բնակվում եք աշխարհում, երկրածիններ և մարդկանց որդիներ, և մեծամեծներ, և տնանքներ, բերանս իմաստություն պիտի խոսի, և սրտիս խորհուրդը խոհեմություն, առակներին պիտի ականջ դնեմ, և օժներքով պիտի մեկնեմ առակները սկզբից, ինչու արդյոք վախենամ չար օրերին, երբ կյանքիս անօրենություններն ինձ պաշարեցին, իրենց կարողության վրա հույս դնողները պարծենում են իրենց մեծ հարստությամբ, եղբայրն իր եղբորը չի փրկի, ոչ էլ մարդը կփրկի նրան, նա փրկանք չի տա Աստծուն, ոչ էլ իր հոգու փրկանքը, հավիտյան ջանք թափիր, և դու կապրես անվերջ և ապականություն չես տեսնի, երբ տեսնես, որ իմաստունները մեռնում են, նրանց հետ կկորչեն նաև անզգամներն ու անմիտները իրենց հարստությունը թողնելով օտարներին, նրանց գերեզմանը հավիտյան իրենց տունը կլինի և սերնդից սերունդ իրենց օթևանը, նրանց հողերը կկոչվեն իրենց անունով, մարդը պատիվ ուներ և չհասկացավ, հավասարվեց անբան անասուններին ու նմանվեց նրանց, այս է ճանապարհը նրանց գայթակղության, որին հետո իրենց բերանով հավանություն պիտի տան, ոչխարների պես դժոխքի պիտի մատնվեն ու մահը պիտի հովվի նրանց և առավոտյան արդարները պիտի նրանց տիրեն, նրանց օգնությունը կսպառվի դժոխքում և նրանք իրենց փառքը կկորցնեն, սակայն երբ դժոխքն ինձ ընդունելու լինի, Աստված կփրկի իմ հոգին, մի վախեցիր, երբ մարդ հարստանում է և մեծանում է փառքը նրա տան, քանզի մեռնելիս հետը ոչինչ չի տանի և նրա տան փառքն իր հետ չի թաղվի, նրա անձը կօրհնվի իր կենդանության ժամանակ և քեզ շնորհակալ կլինի, երբ բարիք գործես նրան, նա կմիանա իր նախնիների սերնդին, մինչև հավիտենություն լույսը չի տեսնի, մարդը պատիվ ուներ և չհասկացավ, հավասարվեց անբան անասուններին ու նմանվեց նրանց, Աստվածների Աստված Տերը խոսեց, ձայն տվեց երկրին արևելքից մինչև արևմուտք, Սիոնից է նրա մեծ վայելչությունն ու փրկության գեղեցկությունը, մեր Աստվածը պիտի գա հայտնապես և մեր Աստվածը պիտի չլռի, նրա առջև հուր պիտի բորբոքվի և նրա շուրջը սաստիկ մրրիկ, նա վերևից ձայն պիտի տա երկնքին ու երկրին իր ժողովրդին դատելու համար, մոտն է հավաքելու իր սրբերին և նրանց, ովքեր ուխտի զոհ են մատուցում իր սեղանին, երկինքը պատմելու է նրա արդարությունը, քանզի Աստված դատավոր է, լսիր իմ ժողովուրդ, ու ես քեզ կասեմ, և Իսրայել, քեզ կվկայեմ, որ Աստվածը, քո Աստվածը ես եմ, քո զոհաբերությունների համար չէ, որ կշտամբում եմ քեզ, քանզի ողջակեզներդ միշտ առջևս են, քո տնից հորթեր չեմ ընդունում, ոչ էլ քո հոտից նոխազներ, իմն են անտառի բոլոր գազանները, լեռների երեներ և բոլոր անասունները, գիտեմ ես երկնքի բոլոր թռչուններին և դաշտի գեղեցկությունն իմն է, եթե քաղցը զգամ, քեզ բան չեմ ասի, քանզի իմն է աշխարհն իր ամբողջությամբ, ես չեմ ուտում քո հորթերի միսը և քո նոխազների արյունը չեմ խմում, Աստծուն օրհնության պատարակ մատուցիր և բարձրյալի առջև ուխտդ կատարիր, քո նեղության օրը կանչիր ինձ
եւ ես կփրկեմ քեզ, ու դու կփարաբանես ինձ։ Սակայն մեղավորին Աստված ասում է. իսկ դու ինչու ես պատմում իմ արդարությունը, կամ բերանդ չես առնում իմ ուխտը, չէ որ դու ատեցիր իմ խրատը, մերժեցիր ու անտեսեցիր բերանիս բոլոր խոսքերը, երբ գողեր էիր տեսնում, նրանց հետ էիր ընթանում եւ ընկերակցում շնացողներին, բերանդ չարություն էր տարածում եւ լեզուդ նենգություն էր նյութում, նստած չարախոսում էիր եղբորդ մասին եւ մորդ որդու վրա զրպարտություն բարդում, այս բոլորն արեցիր ու ես լուռ մնացի, դու անօրենդ կարծեցիր քո մտքում, թե ես էլ կնմանվեմ քեզ, արդ պիտի հանդիմանեմ քեզ եւ այս ամենը առջևդ դնեմ։ Իմացեք բոլորդ, որ մոռացել եք Աստծուն, գուցե երբևէ հափշտակվեք, տարվեք եւ ձեզ փրկող չգտնվի, օրհնության պատարագն ինձ կփառավորի եւ ճանապարհն այնտեղ է, ուր ես նրան ցույց պիտի տամ Աստծո փրկությունը։